Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, կառույցյան հարգելի անդամներ, ներկայացվող նախագծով նախատեսվում է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի պատշաճ կատարման, ինչպես նաև դպրոցների արագ արձագանքման ֆոնդի համալրման և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կարողությունների զարգացման համար 2025 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում 1 միլիարդ 854 միլիոն 791 հազար դրամի չափով, որից 500 միլիոնը կառավարության պահոստային ֆոնդից։ Պետք է նշեմ, որ կառավարության պետական բյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 125.4 միլիարդ դրամ։ Ծրագրի շրջանակներում հաստատված ցանկերում ներառված օբյեկտներում շինարարական աշխատանքների մեկնարկման, պատշաճ իրականացման, ինչպես նաև ավարտված օբյեկտների գույքով ապահովման նպատակով սույն նախագծով հատկացվում է 1 միլիարդ 761 միլիոն 524 հազար 800 դրամ, որն ուղղվելու է թվով 4 մանկապարտեզների կառուցման հիմնանորոգման աշխատանքների կազմակերպման նպատակին և թվով 16 մանկապարտեզների գույքով ապահովման նպատակին։ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի այս ծրագրում կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ցայսօր աշխատանքներ են տարվել, կառուցման և կապիտալ նորոգման աշխատանքներ և տարվում են 357 դպրոցներում։ Պետք է նշեմ, որ 26 թվականի բյուջեում այդ նպատակին ուղղված միջոցները էլ ավելի են աճել, կազմելով շուրջ 150 միլիարդ դրամ, ինչը 51.2%-ով ավելին է, քան այս տարվա ֆինանսավորումը, իսկ ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքները, պարոն վարչապետ, արդեն իսկ ավարտված են 60 դպրոցում և որոնցից 35-ը կառուցված, 25-ը նորոգված, և պետք է նշեմ, որ ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում 258 դպրոցներում, որոնցից 153-ը կառուցող, իսկ 105-ը կապիտալ նորոգվող, և ևս 39 դպրոցի շինարարություն կմեկնարկի առաջիկա 3 ամիսների ընթացքում, և մինչև տարեվերջ մենք ակնկալում ենք, որ շահագործման կհանձնենք արդեն իսկ ավարտված 60 դպրոցներից բացի ևս 50 դպրոց, իսկ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը թվով 151 դպրոց, իսկ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ևս 47 կառուցվող դպրոց, այսինքն ընդհանուր թիվը կկազմի 2026 թվականի տարեվերջի դրությամբ 308 դպրոց, որից 139 կառուցված և 169 կապիտալ նորոգված։ Նաև այստեղ որոշակի մասհանումներ ենք կատարում, ինչպես նշեցի, արագ արձակագնման ֆոնդի ընդլայնմանը և ՀՏԶՀ-ի կարողությունների զարգացմանը։ Խնդրում եմ հաստատել և եթե կարելի է վերջի նախադասությունը, պարոն վարչապետ, որ մինչև տարեվերջ մենք նախատեսում ենք ևս նոր նախագծեր շրջանառել դպրոցաշինության այս մեծ ծրագրի համար ֆինանսական միջոցներ ավելելու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան, հարգելի գործընկերներ, այժմ թվարկենք, թե ինչ ենք ֆինանսավորում և ինչի համար։ Առաջինը մանկապարտեզների կառուցում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբ Ջանյան բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքների մեկնարկ։ Հաջորդը Ծաղկահովիտ համայնքի, խոսքը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի մասին է, Գեղադիր բնակավայրի մանկապարտեզի տեխնիկական հսկողության գումարի ավելացում, այսինքն շինարարությունը ընթացքի մեջ է, տեխնիկական հսկողությունն ենք ավելացնում։ Հաջորդը մանկապարտեզների հիմնանորոգում, Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման ավարտական աշխատանքներ, նորմալ է, այստեղ ես ուրախ եմ, որ ավարտվում է, որովհետև այս մանկապարտեզը մի օր ուղղակի պատահական Գեղամասարի գյուղամեջում կանգ ունեցա և հարցրեցի, մարդիկ ասացին, որ մանկապարտեզն է հրատապ խնդիրը, երևի դա 2 տարի առաջ էր կամ մի քիչ ավելի շուտ, այսինքն 4 տարի է տևել, 3, երբ էր, պարոն։ 1.5 տարի առաջ է եղել, պարոն վարչապետ, ձեր հանդիպումը ու ծրագիրը 2026 թվականին պիտի ավարտվեր, բայց հիմա ավելի շուտ ավարտում ենք, կես տարի նախատեսվածից շուտ ենք։ Այո, 2026-ին էր նախատեսված։ Մանկապարտեզների նախագծում Լոռու մարզի Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի երկրորդ մասնաշենքի երեսպատման տարածքի մասնակի բարեկարգման նախագծանախաշվային փաստաթղթերն ենք
սկսում սրանով եւ մանկապարտեզների գույքով ապահովում։ Ինչ նշանակում է խոսքը ավարտված մանկապարտեզների մասին, կամ ավարտվող։ Հիմա այս գույքերը քանիսն են ավարտված, քանիսն են ավարտվող։ Անվարչապետ կոնկրետ այս մանկապարտեզի պարագայում ինքը 21 թվականին վարկային միջոցներով է կառուցվել, Չէ, մի րոպե, ես ուրիշ բան եմ հարցում։ Հիմա մենք ունենք 16 մանկապարտեզներ գույքով ապահովում։ Հիմա ես դրանք եմ թվարկելու, բոլորը ավարտված են։ Այո, Շատ լավ։ կամ ավարտական փուլում է մի քանիսը։ Ավարտական փուլում Այո, է, ինչ նշանակում է, որ արդեն Համընթաց եզրափակիչ հատվածն է։ Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրի Կակաչ մանկապարտեզ ավարտված է։ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Շենավան գյուղի մանկապարտեզ ավարտական փուլում է։ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Արագածի Լիա Տեր Ղևոնդյանի անվան մանկապարտեզ ավարտական փուլում է։ Արագածոտնի մարզի Ալագյաս համայնքի մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ Մսուր մանկապարտեզ ավարտական փուլում է։ Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 4 Հասմիկ մանկապարտեզ ավարտական փուլում է։ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզ ավարտված է։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար գյուղի մանկապարտեզ ավարտված է։ Շինարարությունը ավարտված է։ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզ շինարարությունը ավարտված է։ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ճոճկան գյուղի մանկապարտեզ շինարարությունը ավարտված է։ Լոռու մարզի Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզ ավարտական փուլում է հիմնանորոգումը։ Լոռու մարզի այստեղ չնշեցի որն է 0-ից կառուցվում, որը հիմնանորոգվում կամ կառուցվող կամ հիմնանորոգվող։ Լոռու մարզի Տաշիր համայնքի Ամալիա Կարապետյանի անվան համար 4 մանկապարտեզ Սպրիվոլնա է, վերակառուցվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնապատ գյուղի մանկապարտեզ վերակառուցվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Արմանիս գյուղի մանկապարտեզ հիմնանորոգվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կատնախբույր գյուղի մանկապարտեզ հիմնանորոգվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի մանկապարտեզ հիմնանորոգվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի մանկապարտեզ կառուցվել է սուբվենցիայով։ Սրանք այս վերջին հատվածը բոլորը գույքով ապահովելու մասին էր։ Հարգելի գործընկերներ, իհարկե, սա նաև մեր մարզային այցերի ընթացքում տեղի ունեցած դիտարկումների արդյունքում ենք որոշում կայացրել, որ մենք բոլոր մանկապարտեզները պետք է ապահովենք եւ դպրոցները պետք է ապահովենք նոր գույքով։